կայունանա, բայց մենք կարող ենք այդ ընթացքում կորուստներ ունենալ եւ ձեր նշած գերխնդրի առնչությամբ։ Անկեղծ ասած հոկտեմբերի 28-ից հետո Հայաստանում կայուն վիճակ չկա։ Եթե պրեզիդենտին հոկտեմբերի 28-ից սկսած հրաժարականի խնդիրը առաջանում, ասենք զորքերի, որ ասենք վարչապետը ասում է ես թույլ չտվեցի հրաժարական տա։ Դրանից մի քանի ամիս հետո, երբ որ ասենք զինդատախազը հայտարարում է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյայի հարց է մնացել, դա կարգավորենք, կալանավորենք, այդ 28-ի գործը կփակվի, նորից անկայունություն։ Երբ որ գալիս է ապրիլ-մայիս ամիսը նորից այդ իրավիճակը ոնց է կայունություն։ Որոնք կետ դնենք քննարկենք մենք միշտ անցյալից ենք կարճում, սա էլ ըստ երևույթին ճիշտ չէ։ Այժմ լսենք հեռուստադիտողին եւ անցնենք առաջ։ Համեցեք դուք եթերում եք։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի նվեր։ Այո։ Ձեզ դիմում է Հայաստանի տեխնոկրատների միություն կուսակցության նախագահ Սարգսյանը։ Համեցեք։ Դուք ինձ կհիշեք երևի։ Այո, իհարկե։ Ես դեռ հերթի մեջ եմ ձեր մոտ, հարգելի նվեր։ Ինձ թվում է շուտով դուք ինձ կհրավիրեք եւ ես հույս ունեմ ավելի մանրամասն անդրադառնամ այդ հարցերին, որը շոշափվում է։ Հեռանկարում պետք է խոսեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, անկախ դրամաչափից եւ գաղափարախոսություն։ Այո, եթե կարելի է հարցս ուղղեմ ձեր հյուրին։ Համեցեք։ Հարգելի պարոն Հարությունյան, ես ուզում եմ հարցս ուղղեմ ձեզ հետևյալ կերպ։ Ձեր կարծիքով մենք տնտեսական որ ֆորմացիայում ենք հիմա ապրում Հայաստանի Հանրապետությունը։ Եթե կարելի է դուք պատասխանեք, ես շարունակեմ հարցը։ Տնտեսական Որ ֆորմացիայում ենք ապրում։ Իդեպ հերոստատողը կապի մեջ է մնացել։ Ես ինչքան տեղակ եմ, տնտեսական երկու ֆորմացիա կար՝ սոցիալիստական եւ կապիտալիստական։ Սոցիալիստականը քանդվել է, մենք կապիտալիստական այդ ֆորմացիայի ձևավորման փուլում ենք, թե ինչքան ենք ձևավորել, այդ այլ հարց է։ Լավ, կարող եք հնարավորություն տալ հարցը շարունակի ինգել։ Չկա այդ հնարավորությունը։ Լավ, ընդհատվել է կապը։ Այսօր ինչ լուծում կա առաջարկի ցեղակրոն կուսակցությունը եւ նրա առաջնորդը։ Անվանում է ինձ հուշում է, որ դուք արմատական այսպես մոտեցումների կողմնակից եք, թեև այսօրվա զրույցից ես այդպիսի բաներ չընկալեցի։ Նախ ո՞րն է իշխանապողության նախադրյալը եւ ինչ լուծում կարելի է այստեղ առաջարկել ըստ ձեր կուսակցության։ Մեր կուսակցության առաջարկած տարբերակը, որ գնան այդ հարցի լուծման։ Հիմա իրանք մենք ես մեր կուսակցությունը պաշտպանում այն տարբերակը, որը հրապարակում եղել է ու մերժվել է։ Ես նորից եմ կրկնում, ես որպես քաղաքացի ինքս եմ պահանջում իշխանություններից։ Գիտեք ինչ կա, եթե ես գամ իշխանության ու ես տարբերակ չունենամ մեր խնդիրները լուծելու, դուք գնաք մի ուրիշ կուսակցության մարդու ասեք դու տարբերակ ասա, դե հենա ասում եմ տարբերակը կա, իմ տարբերակս դա է։ Ձեր տարբերակը որն է։ Քոչյանի տարբերակը որն է։ Ես ասացի 7 ժամ է երևի կներեք, այդ եմ ասում, որը իմ տարբերակը դա է։ 7 ժամ չի ընդհանրապես։ Չէ, փոխաբերականով եմ ասում։ Ու տաստված այդքան երկար չասեմ։ Լավ։ Այսօր հրապարակում կա նաև քաղաքական ուժերի կողմից առաջադրված գնալ կոմպրոմիսի իշա երկրի, դա ընդունելի տարբերակ է, ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը սկսել է արդեն այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։ Իշխանությունը եւ ընդդիմությունը նստի իշա այս երկրի որոշի իր հետագա անելիքը։ Միգուցե համատեղ սկսեն երկիրը ղեկավարել, կա այդպիսի տարբերակ։ Ես ինքս էլ կարամ ողջունեմ միայն դա ու ուզում եմ ինքս էլ կոչ անեմ, որ գնան կոմպրոմիսի, բայց նորից եմ կրկնում, ոչ թե իշխանությունը բաժանելու հարցում, այլ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները լուծելու, տարբերակները դնելու քննարկման եւ ես կառաջարկեմ ոչ միայն մի քիչ առաջ ոնց որ նշեցի այդ կոալիցիայի հետ, Քոչյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ նաեւ ընդդիմադիր առաջնորդն, այլև որոշ մտավորականներ էլ հրավիրվեն ու քննարկեն այդ հիմնախնդիրը։ Հիմնախնդրի շուրջ պետք է այս ամբողջ իշխանապողությունը, այս ամեն ինչը տեղի ունենա կամ չունենա։ Այսինքն լուծումը կգտնի Քոչյանը ու կբավարարի բոլոր կողմերին հասարակության հետ, ուրեմն մենք կհարմարվենք իմիջիալուց այդ մարդիկ, որը ասեցի մի քիչ առաջ, քանի անգամ չեն էլ փոխել, ասենք վարչապետ Ժամանակ Արամ Սարգսյանը, այս հաշվի առել երկրի շահը, որ իշխանապողությունը ինքն էլ է դեմ եղել այդ ողբերգական օրերին բան։ Ուզեմ ասեմ, ես չեմ կարծում, որ անպայման ընդդիմությունը հակված է իշխանապողությունը անի աթոռի համար։ Կարող է այնտեղ կան, կարիերիստ մարդիկ կարող է կան, ես դրա մասին չի խոսքը։ Այսինքն ուզեմ ասեմ, ես համաձայն եմ, ողջունում եմ այդ կոմպրոմիսները, բայց ոչ թե իշխանությունը բաժանելու ունենց ոնց որ կոալիցիան որոշ առումով ընդཐུպ միջև փոխնախարարական բանով բաժանես։ Թող այդան մեր երկրի առաջ ծառացած առաջի կետը Ղարաբաղն է, հետո էլի կետեր կգրեն իհարկե, ու իրանք ընդհանուր հայտարարի կան, մի տարբերակ կվերկենան հասարակությանը կհայտարարեն, կդնեն կամ հանրաքվեի կամ ինչ որ կերպ իրանք կգտնեն տեխնոլոգիան ու կլուծեն միասին, սա է տարբերակը, ինչ ա եղել։ Վերջերս գործող նախագահը վստահեցրեց, որ Ղարաբաղյան հարցի լուծումը կա եւ իրենք հետամուտ են լինելու այդ հարցի վերջնական լուծմանը։ Ուրեմն սա ինչ է նշանակում։
Չէ, դե բայց հարցը ինքը որ չասի էլ մեկը մենք գիտենք այդ հարցը կա ու այդ հարցը վերջնական մի օր լուծվելու է։ Խնդիրը այն է, որ իր պատասխանատվությամբ իր օրոք։ Դե հիմա իր օրոք ինքը կարա ես մի բան ասեմ, ես էլ իմ կարծիքը իր քաղաքականությունը դա ինձ վստահեցրել է, որ ինքը երբեք որևէ թղթի տակ չի ստորագրի։ Ինքը կնախընտրի իր թողիզների ձևակերպում, ձեռը կդրի, բայց չի ստորագրի։ Ես դրանում չեմ կասկածում։ Չեմ էլ կասկածում, որ ինքը հայրենասեր է, բայց ես ուրիշ տեղ եմ կասկածում, որ ինքը, երբ որ ժամանակին ասվեց, որ ոչ միայն փողզիջման էությունն է կարևորել եւ փողզիջման պահը, ես կարծում եմ, որ ոչ միայն այդ պահն են կորցրել, այլև գնալով կորցնում ենք։ Նորից գամ ասեմ տարածաշրջանային քաղաքականության մասին։ Եթե վաղը Նախճեվանի հետ որևէ իմիջիալուց 90 թվին այդ ռազմական բախումը որ եղավ, Սադրակից Նախճեվանի հետ սկսվեց, չէ՞։ Այն ժամանակ ինչ որ ժամանակ Թուրքիան ասեց ես զորք կմցնեմ, մարշալ Շապոշնիկովը եկավ իջավ այդ հարցերը լուծեց։ Հիմա այսօր աշխարհակաղակական իրավիճակը տարածաշրջանում նենց է փոխվել, որ երբ որ Աբաշիձյան հենվում է ռուսական զորքերի վրա, Թուրքիան հայտարարում ասում է Բաթում զորք կմցնեմ, որտեղ ռուսական Շապոշնիկով չկա եկող։ Հա, այդ եմ ուզում ասեմ։ Հիմա մենք պետքա դա հաշվի առնենք։ Ես դե Քոչարյանի ցանկությունների հետ դա կապ չունի։ Խնդիրը այն նրա հետ կապ ունի։ Իրանք կարան ընկալեն փոփոխվող աշխարհի քաղաքական։ Իմիջիալուց ես ասեմ, դա ոչ թե Քոչարյանի բացական եմ ասում, այդ մարդկային պատմության մեջ շատ ավելի մեծ դեմքեր են եղել, որոնք իրավիճակի փոփոխությունը ճիշտ չեն կարացել ընկալեն, կամ էլ ճիշտ պահին չեն կարացել ընկալեն։ Ու իրանք տանուլ են տվել, կայսրություններ են կործանվել, ժողովուրդներ ու երկրներ են վերացել աշխարհի երեսից։ Դա ասենց պետքա այս ասպեկտով նայի, էլի։ Հասկանալի, լավ, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հիշեցնեմ, հեռանկարում իր տեսակետները բերեց այսօր Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Հաջողություն ձեզ։